Կազմը։ Դուրս է եկել գնդակը խաղադաշտի սահմաններից, այսպիսով Ուրարտու երկուսի դարպասը փակում է Մխիթար Ումրեյանը համար 22, պաշտպանությունում համար 12 Արաջ Օլաքյան, համար 8 Գևորգ Գրիգորյան, համար 39 Նարեկ Դավթյան եւ համար 70 Արման Մարտիրոսյան, կիսապաշտպաններն են Արթուր Իսրայելյանը համար 9, Կարեն Գալստյանը համար 26, նա կատարում է իր թիմի ավակի պարտականությունները, համար 13 Էդգար Հուլինյան, համար 7 Հայկ Ղազարյան եւ համար 15 Կարեն Դավթյան, արձակման գծում առաջ քաշված կենտրոնական արձակվողի պարտականություններն է կատարում Արություն Ստեփանյանը, համար 21 Սյունիքի հետ խաղում շատ լավ հանդես եկավ այս ֆուտբոլիստը, հետրիկ ձևակերպեց, երկրորդ խաղակեսում խփեց իր բոլոր գոլերը եւ խոշոր հաշվով հաղթանակ ապահովեց Ուրարտու երկուսի համար։ Եվ ընդհանրապես Ուրարտու երկուսի բոլոր ֆուտբոլիստները գրեթե նանթերի ֆուտբոլ խաղացին, բայց հիմա ԲԿՄ 2-ը առանց լուրջ բարդությունների կարողանում է ձեռնարկել իր գրողները, հիմնականում Ուրարտու երկուսի ֆուտբոլիստները նետվում են առաջ, ճնշում են գործադրում մրցակցի վրա, սակայն տանտերերը մեկ փոխանցման միջոցով կարողանում են կտրել Ուրարտու երկուսի ամբողջ կիսապաշտպանական գիծը եւ վտանգավոր գրոհի անցնել, այլ հարց է, որ դեռևս հարձակման գծում շատ բան չի ստացվում ԲԿՄ 2-ի խաղացողների մոտ։ Այս հանդիպումը սպասարկում է Սոֆիկ Թորոսյանի գլխավորած մրցավարական բրիգադը, նրա օգնականներն են Լիանա Գրիգորյանը եւ Քրիստինե Գրիգորյանը, խաղի 4-րդ պաշտոնյանն Արաքսիա Սարիբեկյանն է, խաղի պատվիրակներ Էմին Բաղյանը, կրկին ԲԿՄ 2-ի ֆուտբոլիստներն են գնդակով, կարողացան չեզոքացնել վտանգը հյուրերը եւ հիմա ցանկանում էի ասել հիմա կնետվեն հակագրոհի, սակայն Ուրարտու երկուսի ֆուտբոլիստը չկարողացավ զարգացնել արագություն եւ վտանգավոր գրոհի սկիզբ հաղորդել։ Դավթյան դեպի Կարեն Գալստյանը, լավ փոխանցում հետևեց Կարեն Գալստյանի կողմից։ Արություն Ստեփանյան եւ կորցնում են գնդակը Ուրարտու երկուսի ֆուտբոլիստները, իդեպ չնշեցի, որ Ուրարտու երկուսի գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է Ալբերտ Սաֆարյանը, իսկ հա թիմի մարզիչը Իգոր Պադերինն է։ Հենց նա է տեխնիկական գոտուց վերահսկում իր թիմի խաղը։ Գրոհում են ԲԿՄ 2-ի ֆուտբոլիստները Տիգրան Սարգսյան, ճանապարհները փնտրում, անցում ձեռնարկելու, սակայն Գրիգորյանը հասցրեց հեռացնել գնդակը խաղադաշտի սահմաններից, եզրային նետման իրավունքը տանտերերինն է։ Նշեցի, որ առաջին տուրում ԲԿՄ 2-ը հաղթանակ է տանել Ֆունիկ ակադեմիայի հետ խաղում, վատ հանդիպում չանցկացրին Բանակի կենտրոնական մարզական ակումբի ֆուտբոլիստները ուղարժանի հաղթանակի հասան, ճնշում էին գործադրում մրցակցի վրա եւ միայն խաղավերջում կարողացան իրենց առավելությունը վերացել խփած գոլերի վերջին 10 րոպեների ընթացքում երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը եւ հաղթանակով սկսեցին առաջնությունը։ Այս պահին առաջին խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Արարատ Արմենիա 2-ը, որը 4 միավոր է վաստակել, առաջին տուրը ոչ ոքիով է ավարտել այս թիմը 0-0 հաշվով է ավարտվել Վեստ Արմենիայի հետ հանդիպումը, հիմա հետևենք Ուրարտու երկուսի գրողին Գրիգորյան, երկու ֆուտբոլիստ համավորել էր նրան, չհասցրեց բարձրացնել գլուխը, նկատել, որ թիմի կենտրոնական արձակվողը Արություն Ստեփանյանը փոխել է դիրքը եւ արդյունքում սխալ փոխանցում կատարեց։ Երկրորդ տուրում Արարատ Արմենիա 2-ը անցկացրել է իր հանդիպումը եւ հաղթել է Ալաշկերտ 2-ին։ Կարծես թե Ալաշկերտ 2-ում նախորդ շրջանների շատ բան չի փոխվել, գրեթե միշտ երբ կամ եթե մասնակցում է առաջին խմբի առաջնությանը, ապա շատ վատ ելույթներով է աչքի ընկնում։ Առաջնության մեկնարկը ցույց տվեց, որ իրավիճակն է, թիմը արդեն երկու հանդիպում է անցկացրել, խփել է մեկ գնդակ, բացի թողել 6-ը եւ հասկանալի է, որ եզրափակում է մրցաշարային աղյուսակը, եթե Ուրարտու 2-ը այսօր կարողանա առաջին խմբի մրցաշարային աղյուսակը 3 հական միավորներն են նաև Արարատ
Միկան, որը առաջին տուրում պարտվեց 0-7 հաշվով Արարատ 2-ին, բայց երկրորդ տուրում առավելության ասավ Լեռնային Արցախի երկրորդ թիմի նկատմամբ վտանգավոր է միջին տարածությունից կատարած արված եւ գնդակը դուրս եկավ խաղադաշտի սահմաններից Էդգար Գուլինյանը առաջին հարվածը կատարեց Ուրարտու 2-ին նախնախորում շատ լավ տպավորություն թողեց այս ֆուտբոլիստը նրա անցումները վտանգավոր էին նրա կատարած փոխանցումները սուր էին եւ կարող ենք ասել որ Էդգար Գուլինյանը լավ մարզավիճակով է սկսել առաջին խմբի ընթացիկ մրցաշրջանը եւ միգուցե այս առաջնության բացահայտումներից մեկը դառնա հեռացրեց գնդակը Նարեկ Դավթյանը Սարգսյան լավ փոխանցում չկատարեց Սարգսյանը Ռուբեն Աբրահամյան հետ է ուղարկում գնդակը հեռվից հարված եւ շեղ է ստացվում ԲԿՄ երկուսի ֆուտբոլիստի կատարած հարվածը Նարեկ Դավթյան Գրիգորյանը չասերեց ճիշտ փոխանցում կատարել, հեռանկարային գրով էր սա Ուրարտու 2-ի խաղացողների համար, սակայն Գրիգորյանը մի պահ հապաղեց եւ արդյունքում կորցրեց փոխանցում կատարելու հնարավորությունը Էդգար Գուլինյան, անցավ մեկ ֆուտբոլիստի Գուլինյանը շարունակում է անցում ձեռնարկել, այստեղ կարողացավ բայել գնդակն իր թիմի մոտ, հնարավոր է վտանգավոր գրով ձեռնարկել, բայց կրկին ապահովում են Ուրարտու 2-ի ֆուտբոլիստները հարվածի ապահային փնտրում եւ արդյունքում այդ բաղը չգտնելով գնդակը հանձնեցին մրցակցին Վաչե Հակոբյան երկար փոխանցում առաջ դեպի Տիգրան Սարգսյանը գնդակը պայծ խաղադաշտում արդեն Ուրարտու 2-ի ֆուտբոլիստների համար Ֆելիքս Խաչատրյանի հեռանալուց հետո Կարեն Գալստյանն է կատարում Ուրարտու 2-ի ավագի պարտականությունները Ֆելիքս Խաչատրյանը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվեց Վեստ Արմենիա գրովում են ԲԿՄ 2-ի ֆուտբոլիստները Դավիթ Սարգսյանի հարվածի ճանապարհը փակված է երկրորդ տեմպով են գրովում տանտերերը բացվեց Սարգսյանը բայց նրա ուղղությամբ կատարած փոխանցումը թույլ ստացվեց եւ միայն եզրային նետման իրավունք վաստակեցին ԲԿՄ 2-ի խաղացողները կրկին Սարգսյան փորձեց անցկացնել գնդակը 2-ի ֆուտբոլիստի վրայով չհաջողվեց իսկ այս փոխանցումը ուժեղ է ստացվում ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում Ուժգին Քամի է այս մարզադաշտում գրեթե բոլոր հանդիպումները անցկացվում են ընթանում են կամ քամու ուղեկցությամբ սա արդեն սովորական բնույթ է կրում եւ կարծում եմ տեղին է նշել որ նման պայմաններում ֆուտբոլիստները որոշակի հնարավորություններ կունենան որոշակի խոչընդոտների կհանդիպեն նրանց համար անգամ տեղաշարժվելն է շատ բարդ նման քամու պայմաններում Դավթյան այդ փոխանցում է կատարում Մխիթար Ումրեյանին Արա Ջոլլակյան անցավ մեկ ֆուտբոլիստի շարժվում է առաջ Ջոլլակյանը Կարեն Դավթյանը ազատ էր մնացել բոլորի հսկողությունից եւ եթե մի պահ բարձրացներ գլուխը Արա Ջոլլակյանը եւ նկատեր խաղակերոջը ģեր վտանգավոր գրով էր զարգացնելու Ուրարտու 2-ը Անոնների խախտում է արձանագրել Թորոսյանը Դավթյանը համամիջ չէ մրցավարի կայացրած որոշման հետ Սակայն շատ պարզ երևաց, որ Ուրարտու 2-ի ֆուտբոլիստը կանոնների սահմաններում չէր գործել Եթե ճիշտ նկատեցի Հայկ Ղազարյանն էր կանոնները խախտող ֆուտբոլիստը Արաքելյան դեպի Տիգրան Սարգսյանը
Դավթյանը դիմավորել է նրան, բայց աստրեց փոխանցում կատարել, վտանգավոր է եւ գնդակը հայտնվում է դարպասում, բայց այդ գնդակը չի արձանագրվելու, որովհետեւ ԲԿՄ երկուսի ֆուտբոլիստը խաղից դուրս վիճակում էր։ Այս դրվագում գոլի եղինակ դարձավ Սուրեն Ապրեսյանը, ավելի ճիշտ վերջինը գնդակին օգտվեց Ուրարտու 2-ի պաշտպանը եւ եթե արձանագրվեր այս գոլը, ապա ինքնագոլ էր գրանցվելու, բայց Սուրեն Ապրեսյանը խաղից դուրս վիճակում էր։ Գրովում են ԲԿՄ 2-ի ֆուտբոլիստները հերվից արված եւ գոլ։ Բացվում է խաղի հաշիվը, շատ գեղեցիկ գոլի եղինակ դարձավ Հայկ Թաթոսյանը միջին տարածությունից կատարած միջոցով ԲԿՄ 2-ի խաղացողը գրավեց մրցակցի դարպասը, այստեղ հարցեր կան միանշանակ Ուրարտու 2-ի կիսապաշտպաններին, ինչու որովհետև պետք չէ թույլ տալ մրցակցին նման տարածություններից առանց բարդությունների, առանց անախորժությունների արված է սեփական դարպասի ուղղությամբ, Մխիթար Ումբրյանի տեսադաշտն էլ ամենայն հավանականությամբ փակ էր, Թաթոսյանի կատարած երկուսի դարպասապահ շանս չունեցավ արտադրելու անկեղծ ստացվում էր, որովհետև ԲԿՄ 2-ի խաղացողները ճնշում էին գործադրում մրցակցի վրա ԲԿՄ 2-ի խաղացողները մոտեցել էին այս գոլին եւ արդյունքում կարողացան բացել հանդիպման հաշիվը, սա կարող է ահազանգ լինել Ուրարտու 2-ի ֆուտբոլիստների համար, ովքեր դեռևս իրենց կարողությունների սահմաններում չեն գտնվում։ Մենք տեսել ենք, որ Ուրարտու 2-ի այս խաղացողները կարող են ավելի լավ ֆուտբոլ խաղալ, ավելի ճիշտ համագործակցել եւ սպասել, որ այսօրվա ֆուտբոլիստները ցույց կտան այն ֆուտբոլը, որը օրինակ խաղում էին Սյունիքի հետ հանդիպման ժամանակ։ Կրկին ԲԿՄ 2-ի խաղացողներն են գրոհում եւ դուրս է գալիս գնդակը խաղադաշտի սահմաններից Արված Ումբրյանի պաշտպանած դարպասից։ Սուրեն Ապրեսյանն էր ճեղքել մրցակցի պաշտպանությունը եւ մտնել մրցակցի տուգանային հրապարակ, սակայն Նարեկ Դավթյանը լավ պայքարեց։ Փակեց մրցակցի ճանապարհը, ոչ արման Դավթյանը, Արաջոլակյան, Ուլինյան կրկին Արաջոլակյան, Դավթյանը ազատ է մնացել բոլորի հսկողությունից հերթական անգամ, բայց ճիշտ փոխանցում չկատարեց Արաջոլակյանը, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ԲԿՄ 2-ի պաշտպանները Կարեն Դավթյանին ուղղակի չեն ցանկանում զսկել եւ երկրորդ դեպքն է, երբ Արաջոլակյանը չի կարողանում Դավթյանի ուղղությամբ ճիշտ փոխանցում կատարել։ Շատ ագրեսիվ է խաղի սկզբում Կարեն Դավթյանը, միգուցե վարկացած է լավ ընկերների վրա, որ նրա ուղղությամբ լավ փոխանցումներ չեն կատարում, շատ ճկուն արագաշարժ ֆուտբոլիստ է եւ լավ առիթ ստանալու դեպքում կարող է իր արագությամբ բաժել մրցակցի հիմայից նախորդեց կանոնները Տիգրան Սարգսյանն իրացնելու ստանդարտը փոխանցում տուգանային հրապարակ եւ գնդակը դուրս է գալիս խաղադաշտից գործում էր հեռավոր դարպասաձողի մոտ առաքել գնդակը Տիգրան Սարգսյանը, սակայն բարդ ստացվեց նրա փոխանցումը եւ արդյունքում գնդակը դուրս եկավ խաղադաշտի սահմաններից Արման Մարտիրոսյան շարունակում են պրեսինգ կիրառել ԲԿՄ 2-ի ֆուտբոլիստները եւ աշխատում է այդ պրեսինգը Աբլետ Մինասյանը ճիշտ աշխատեց, բայց գնդակով կլինեն Ուրարտու 2-ի ֆուտբոլիստները։ Ստեփանյան շատ լավ շրջվեց, անցավ մեկ ֆուտբոլիստի, պետք է փոխանցել Կարեն Դավթյանին եւ կրկին թույլ է ստացվում փոխանցումը։ Աբլետ Մինասյանը դուրս եկավ գնդակը խաղադաշտի սահմաններից։ Եվս մեկ եզրային նետման իրավունք են ոստակում խաղացողները նրա համար շատ գրագետ է
ստեղծել, հիմա վտանգավոր է արվածելը, պետք եւ Սարգսյանի կատարած արվածը բարձր է ստացվում, Մխիթար Ումրեյանը գնդակը կմտցնի խաղի մեջ, Սուրեն Ապրեսյանը կարողացավ հասնել մինչև մրցակցի Տուգանային հրապարակ, փոխանցումն վատը չէր, սակայն մեկ հպումով Տիգրան Սարգսյանի կատարած արվածը չընթացավ դեպի դարպաս։ Տեսեք, որքան բարձրության դիրքավորել վտումա երկուսները և Urartu երկուսը սկուտերի վրա մատուցում է գնդակը մրցակցին։ Հիմա հերթական վտանգավոր գրոհի հետևից էին գնում ԲԿՄ երկուսի խաղացողները չհաջողեցին կստացվի Urartu երկուսի մոտ հակագրող ձեռնարկել Գրինյան այդ փոխանցում Գյուլակյանին այդ թվայցյալ հակագրողն արդեն վերածվեց ինքային գրոհի և խնդրեմ հերթական ճնշումը, հերթական պրեսինգը, որը աշխատեց Urartu երկուսի խաղացողները կարծես չգիտեն ինչ անել, չեն հասկանում ինչպես դուրս գալ մրցակցի առաջարկած փակուղուց և դեռևս ԲԿՄ երկուսի դարպասը տանող բոլոր ճանապարհները փշոտ են Urartu երկուսի խաղացողների համար շատ բարդ ֆուտբոլ են առաջարկում մրցակցին իրենց ագրեսիվ պրեսինգով կարողանում են անդադար խլել գնդակը Urartu երկուսը և Ջան Արաքելյանի ժամանակահատվածում, եթե ավելի հետ գնանք մինչև Ռոբերտ Արզումանյանը, ապա այս 3 մարզիչների գլխավորությամբ, արդեն նաև Իգոր Բադեյնի գլխավորությամբ դավանում է կարճ փոխանցումներով նետվել արձակման և հիմա միգուցե ինչ-որ բան ստացվի, վերջապես Կարեն Դավթյանը ստացավ գնդակ այս գրոհից հետո կշարունակե միտքս, Դավթյան մտավ Տուգանային հրապարակ և ասում եք փոխանցում երկրորդ հարվածը դարպասի ուղղությամբ Բայկ Ղազարյանն էր հայտնվել մրցակցի Տուգանային հրապարակում, Դավթյանն ամեն ինչ ճիշտ արեց, բայց Ղազարյանի հարվածը շեղ ստացվեց։ Նախորդ 3 մարզիչների գլխավորությամբ, նաև Իգոր Բադեյնի գլխավորությամբ Urartu երկուսի փիլիսոփայությունը չի փոխվել, նրանք սիրում են կարճ փոխանցումների միջոցով նետվել գրողների, սակայն այսօր այդ կարճ փոխանցումները չեն օգնում Urartu երկուսի խաղացողներին, որովհետև ԲԿՄ երկուսը հերթական անգամ պետք է կրկնվեմ և նշեմ, որ բարձրից է գործում, պրեսինգ են կիրառում, ինչը իհարկե դժվարեցնում է կարճ փոխանցումների միջոցով սկսել գրոհը Urartu երկուսի համար։ Երբ Urartu երկուսի կենտրոնական պաշտպաններն էին Էրիկ Սիմոնյանը, Տիգրան Այուցը, նաև երկար փոխանցումների միջոցով էին ֆուտբոլիստները սկսում իրենց թիմի գրոհը, Սիմոնյանը, ինչու ոչ նաև Փիլոյանը և Տիգրան Այուցը շատ լավ փոխանցումների են տիրապետում և այդ ֆուտբոլիստների երկար փոխանցումների միջոցով մեկ անգամ չէ որ Urartu երկուսի արձակողները դուրս են եկել հարվածային դիրք, այս պահին նրանք նման կենտրոնական պաշտպաններ չունեն, այս պահին Urartu երկուսի խաղացողները ձգտում են կարճ մանր փոխանցումների միջոցով սկսել իրենց գրոհները, ԲԿՄ երկուսն է գնդակով փոխանցում Տուգանային հրապարակ և Մխիթար Ումրեյանը փրկում է իր թիմին։ Կոպիտ սխալ Գրիգորյանի կողմից մեկ քայլ առաջ կատարեց և արդյունքում կորցրեց իր բարենպաստ դիրքը, շահավետ դիրքը, այսպես ասենք այդ դիրքը հանձնեց Տիգրան Սարգսյանին և վերջինս էլ նպաստավոր դիրքից կարողացել Մխիթար Ումրեյանի վրա, գուցե չէր սպասում ԲԿՄ երկուսի ֆուտբոլիստը, որ նման հնարավորություն կստանա։ Համլետ Մինասյան սայթակեց Հայկ Ղազարյանը և գնդակը կմնա ԲԿՄ երկուսի ֆուտբոլիստների մոտ։ Համլետ Մինասյան միամուր ուժերով կարողացան խլել գնդակը Urartu երկուսի ֆուտբոլիստները, Գալստյան դեպի Ղուլինյանը, ֆուտբոլիստներից մեկը գնդակով ունենում միանգամից ԲԿՄ երկուսի 3-4 ֆուտբոլիստների մեջ ու արդյունքում կարողանում են խլել գնդակը։ Իհարկե ճանապարհներ կան այս խնդիրը լուծելու երկուսի ֆուտբոլիստները փորձեն շատ բարակ փոխել եզրը, դա իհարկե կարծում եմ
գլխավոր մարզիչը։ Դավթյան, եթե մի փոքր ավելի արագ գործեն Ուրարտու երկուսի ֆուտբոլիստները այդ փակու 8 մրցակցի առաջարկած փակու կարողանան դուրս գալ եւ երկար փոխությունների միջոցով օրինակ Կարեն Դավթյանին դուրս բերել հաստավոր դիրք։ Խնդրեմ տեսեք գնդակով Արթուր Իսրայելյանն է, հիմա առաջ Օլակյանը եւ միանգամից 3-4 ֆուտբոլիստ օղակի մեջ են վերցնում Ուրարտու երկուսի խաղացողներին, հիմա էլ ճիշտ տարբերակ չկարողացավ գտնել Արաջ Օլակյանը, սակայն ի ուրախություն նրա կարգանքների խաղացողի նկատմամբ։ Արման Մարտիրոսյան ստանում են գնդակը ֆուտբոլիստներ եւ չեն հասկանում ինչպես սկսել գրավել։ Իրոք այս րոպեների ընթացքում ԲԿՄ երկուսը ակնահաճող ֆուտբոլ է ցույց տալիս եւ հաղթում է արժանիորեն։ Հիմա Ուրարտու երկուսը սկսում է իր գրողը Գրիգորյան, շարժվում է առաջ եւ սա կանոնների խախտում։ Խնդրեմ եւ այս կիսավտանգավոր գրողը առաջին դեղին քարտը նաեւ տեսանք Առաքելյանը պատժվեց մրցակցի հեռանկարային գրողը կասեցնելու համար։ Այս կիսավտանգավոր գրողը Ուրարտու երկուսի սկսեց Արթուր Իսրայելյանը նույնպես շատ կարող ենք տեսնել, որ Արթուր Իսրայելյանը նահանջում է կենտրոնական պաշտպանի դիրք եւ այնտեղից փորձում է սկսել իր թիմի գրողը։ Հենց այս իրավիճակում, ավելի ճիշտ նախորդ դրվագի իրավիճակում Արթուր Իսրայելյանը նահանջեց, ստացավ գնդակը, հայացքով սկանավորեց խաղադաշտը եւ ճիշտ փոխանցման միջոցով սկսեց իր թիմի գրողը։ Հիմա էլ նպաստավոր դիրքում Տուգանային արվածի իրավունք եւ հաստատել Ուրարտու երկուսը Ուլինյանը եւ Իսրայելյանն են գնդակի մոտ։ Գրիգորյանը առաջարկում է իր ծառայությունները, տեսնեք ինչ որոշում կայացնի Արթուր Իսրայելյանը, Գրիգորյանն արդեն ազատ չէ, մի փոքր եթե ավելի շուտ հնարավորություն լիներ խաղարկելու, ավելի վտանգավոր կստացվեր, Իսրայելյանի արվածը բարձր եւ շեր ստացվեց, իհարկե հերցավորը չէր սուտել եւ Իսրայելյանը իրավունք չուներ փոխանցում կատարելու Գրիգորյանի ուղղությամբ, գրեթե վստահ եմ, եթե պարտել Տարակ խաղարկային այդ ստանդարտը Ուրարտու երկուսի ֆուտբոլիստները։ Մատինյան Սարգսյան Տիգրան Սարգսյան, բրավո Գրիգորյանին, շատ լավ բլոկ կատարեց այստեղ, կարողացավ խլել գնդակը մրցակցից, Արություն Ստեփանյանը շահեց դիրքային պայքարը Գոռ Առաքելյանի նկատմամբ եւ խլեց գնդակը եզրային նետման իրավունքով Ուրարտու երկուսին է։ Մեկ երկու լավ խոսք Իգոր Բադերին է շռայլեց իր ֆուտբոլիստների հասցին, իհարկե սա ճակերտավոր, հասկանալի է որ մարզիչը գոհ չէ թիմի ցույց տված խաղից եւ ամեն կերպ փորձում է իր խոսքերի միջոցով ավելի մոտիվացնել Հատոսյան Դակով ԲԿՄ երկուսի խաղացողներն են Համլետ Մինասյան միացավ խաղընկերը Ջոլակյանը պետք է մարգուսան Ջոլակյանը այնպիսի լավ սահանում էր որ դրանից հետո հնարավորություն ունեցավ սկսելու իր թիմի գրողը պետք է փոխել եզրը Արթուր Իսրայելյան Կարեն Գալստյան, Դավթյանը կրկին ազատ էր մնացել, բայց Գալստյանը որոշեց արվածել Մատինյանի սեյվը շատ գեղեցիկ էր, ինչպիսի գոլից է զրկվում առաջին խմբի առաջնությունը վերին Սարդոստայնն էր ընթանում գնդակը, սակայն ինչպես ցատկեց Մատինյանը եւ կարողացավ մատների ծայրով հեռացնել գնդակը եթե Կարեն Գալստյանը որոշեր փոխանցել գնդակը Դավթյանին, միգուցե ավելի վտանգավոր կստացվեր այդ գրողը, բայց եթե գնդակը հայտնվեր դարպասում, իհարկե բոլորը այդ թվում նաև ես մոռանալու էի այն փաստի մասին, որ Կարեն Դավթյանը ավելի բարենպաստ դիրքում էր։ Ղուլինյանն է իրացնելու այն գունայինը, վարձից փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը
ուղարկեց, իսկ Իսրայելյանի արվածը չստացվեց։ Արաջողականն է պատրաստվում գնդակը նետել եզրից։ Հարություն Ստեփանյան Ջողլաքյանը պայքարեց մինչև վերջ և բազբորեն կար կանոնների խաղում Արա Ջողլաքյանը տանում է հանդիպման 27-րդ րոպեն ԲԿՄ 2 շահունակում է տանքները արդել Ուրարտու 2-ի ֆուտբոլիստներին հարկավոր է արձանագրել, որ վերջին 4 րոպեների ընթացքում պատասխան իրենց խմբը գնաց ստացում են արտադրական ամեն դեպքում 1-2 րոպե անցկացրին եւ նկատելի երկուսի խաղացումը փոխել խաղում Կապկա Ուրենյանը սխալվեց, հետո ուղեց իր սխալը, բայց հետագային հետո 2-0 ԲԿՄ 2-ը արդեն շատ ուժ առավելություն է ստանում առաջին խաղակեսի համար Մխիթար Ուրեյանի սխալներ սա և Ուրարտու 2-ի դարպասապահ ստիպված է Դավիթ Հակոբյան դարձավ գոլի հեղինակ ճիշտ պահին այցվեց ճիշտ դիրքում և կարողացավ գրավել անպաշտպան մնացած դարպասը տեսնեք ինչպես պատասխանեն Ուրարտու 2-ի ֆուտբոլիստները մեր սկսված է հանդիպումը Կարեն Գալստյանը փոխանցում Արտուր Իսրայելյանին ևս մեկ կոպիտ սխալ ինչ է կատարվում Ուրարտու 2-ի ֆուտբոլիստների անդադար կոմպետիցիաներ են տալիս հիմա ամեն ինչ բարի հաջողավոր Հարություն Ստեփանյան այս գնդակը հասնել չի կարող Հեր Կանքանյան և կանոնի հաղթում Հարություն Ստեփանյանի գործողություններում Հերթական անգամ ԲԿՄ 2-ի միջին տարածությունից կատարած արվածը պտղաբեր եղավ, արգասաբեր եղավ, կարողացավ առաջին դեպքում գոլ խփել միջին տարածությունից կատարած արվածի միջոցով երկրորդ միջին տարածությունից արվածը վերացվեց գրավեց Ուրարտու 2-ի դարպասը տանտերերն են գնդակով Ուրարտու 2-ի երկու խաղացող չկարողացան չեզոքացնել վտանգը Տիգրան Սարգսյան Գրիգորյանը դիմավորի նրան Սարգսյան արվածում է Սարգսյանը Սարգսյանը խափեց մուտքի տակով պաշտպանած դարպասը ոտակա եթե ավելի ուժեղ ստացած միգուցե գնդակը հայտնվեր դարպասում վտանգավոր է Ասավ Ուրեյանը և գնդակը դուրս եկավ խաղադաշտի սահմաններից կար նաև կանոնների խախտում արձակում դարպասապահի վրա ամենայն հավանականությամբ արձանագրեց մրցավարը և հիմա էլ ջրային դադար շունչ քաշելու հնարավորություն ստացել Ուրարտու 2-ի ֆուտբոլիստները հասկանալի է որ բան պետք է փոխեն, հասկանալի է որ
բայց ամեն դեպքում կարծես թե դեռևս խոսքերով բավարար Ուրարտուի մարզիչը ավելորդ լարվածություն բադերինի գործողություններում չեմ նկատում, հանգիստ է դեռևս մասնակետը և ցույց ֆուտբոլիստերին և Ուրարտու երկուսը կարողանա ավելի լավ ֆուտբոլ ցույց տալ, հերթական սխալը տեսանք, Տիգրան Սարգսյանն արվածում է Սարգսյանը, իսրայելյանը փակեց գնդակի ճանապարհը ևս մեկ արված, լավ աշխատեցին Ուրարտու երկուսի խաղացողները, բրավո Տիգրան, կներեք Կարեն Դավթյանին, ագրեսիվ պրեսինգ, ագրեսիվ ճնշումը շարունակվում է ԲԿՄ-ի լավ փոխանցում է Դավթյանի ուղղությամբ, պետք է շարժվել առաջ, հատուկային առավելություն արդեն չունեն Ուրարտու երկուսի ֆուտբոլիստները, Կարեն Դավթյան անդադար չգիտես ինչու, Կարեն Դավթյանին ցանկանում եմ ասել Տիգրան Դավթյան, միջին տարածությունից արվածեց Կարեն Դավթյանը, սակայն կշեղությամբ դուրս եկավ Աղդաշտի սահմաններից, պետք է նաև այսպես գործել, պետք է Ուրարտու երկուսի ֆուտբոլիստները փորձեն հարց լուծել նաև իրենց անհատական հատկանիշների շնորհիվ, եթե թիմային խաղը չի ստացվում, կարող են անհատները ոչինչ դեր ունենալ, Արտուր Իսրայելյանն նա տիրապետում է արվածների, կարծես թե մի պահ մտածեց արվածելու մասին, բայց հետո փոխանցեց գնդակախաղ ընկերոջը Կարեն Գալստյան, դեպի Գրիգորյանը, Դավթյան, կրկին Գրիգորյան, վերադարձան ԲԿՄ երկուսի ֆուտբոլիստները արդեն երկշերտ պաշտպանություն են կազմել, այո, առաջին խաղակեսի այս հատվածում շատ լավ ֆուտբոլ են ցույց տալիս տանտերերը, սակայն նրանք նույնպես անսխալական չեն, ուղղակի դիպչեց գնդակը մրցավարին, վիճաբանական կլինի և Ուրարտու երկուսի ֆուտբոլիստները կշարունակեն իրենց գրոհը, լավ է խաղում ԲԿՄ երկուսի խաղացողները գրեթե ամեն ինչով գերազանցում են մրցակցին, սակայն նրանք նույնպես սխալներ թույլ տալիս են, եղավ 2-3 դեպք, երբ նրանց պրեսինգը չստացվեց և եթե Ուրարտու երկուսի ֆուտբոլիստները ավելի արագ, ավելի ճկուն գործեին, այդ ազատ տարածությունները, բաց մնացած տարածությունները օգտագործեին, կարողանային գայթակղային ակակետերի միջոցով թողնեն վտանգավոր գրոհներ անցկացնել։ Սակայն Ուրարտու երկուսի ֆուտբոլիստները չեն կարողանում օգտվել մրցակցի սխալներից, իսկ ԲԿՄ երկուսը դեռևս կարողանում է առավելագույնը քաղել Ուրարտու երկուսի խաղացողների թեկուզ ամենամանր, ամենաչերևացող սխալներից։ Ուժեղ արվածով գնդակը ուղարկի մրցակցի կիսադաշտ, ընդամենը մեկ անգամ ենք այսօր Մատինյանին տեսել խաղի մեջ, հիշենք Կարեն Գալստյանի կատարած արվածը և նրա գեղեցիկ սեյվը ևս մեկ կանոնների խախտում, վստահ հանդիպում է զգացվում այս մրցավարը Կոր Արաքելյանն է վազել ԲԿՄ երկուսի խմբարման առաջին խաղակեսում զուգի դերևս նրա կողմից սխալ որոշումներ չեմ նկատել
Արաքելյանն է պատրաստվում նետել։ Դավթյան խճճվեց իր հավքերի մեջ Կարեն Դավթյանը, արդյունքում կորցրեց գնդակը, Սարգսյան, ուղարկեց գնդակը Արաքելյանի կրկին Սարգսյան, և Դավթյանը գնդակը խաղադաշտի սահմաններից։ Նարեկ Դավթյան, Կարեն Դավթյանը Արաքելյան հիմա էլ ճնշում են փորձում գործադրել նորատու երկուսի ֆուտբոլիստները, բայց մրցակցի առաջարկված ճնշման ակից շատ հանգիստ դուրս եկան ԲԿՄ երկուսի խաղացողներն վերնարկում են իրենց հերթական գրոհը։ Կանում է հանդիպման 38-րդ րոպեն, ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հաշվի փոփոխություն դեռևս չկա։ 2-0 աշխով հաղթում է ԲԿՄ երկուսը Ուրարտու երկուսի։ Հաշվի փոփոխություն չկա իհարկե վերջին րոպեների կտրվածքով։ Գրիգորյանը գնետի եզրից, Հարություն Ստեփանյան, Արաքելյան։ Եթե օնլայն տարբերակով նայում ենք մրցաշարային աղյուսակին, ապա ԲԿՄ երկուսը իր միավորների քանակը հասցնում է 6-ի և միանձնյա գլխավորում է առաջին խմբի մրցաշարային աղյուսակը։ Եթե կարողանա նաղթել այսօր տանտերերը, ապա երկրորդ տուրից հետո 100% ցուցանիշ կունենան, Դավթյան ուժեղ արված առաջ։ Քանքանյանը չի կարողանում վայել գնդակը խաղադաշտի սահմաններում, եզրային նետման իրավունքը հյուրերինն է։ Արաջ Օլաքյան, Կարեն Գալստյան, ամբողջ հանդիպման ընթացքում Ղազարյանի անցումը գրեթե ստացվել էր և կարողացավ անգամ արվածեց, սակայն ներծրեց գնդակը Մատունյանը։ Բանակայինների պրեսինգի ինտենսիվությունը նվազեց, հասկանալի է 45 րոպե նման ճնշման խաղալ գրեթե անհնար է, ֆուտբոլիստները օգնում են և պետք է շունչ քաշել հերթական ալիքից առաջ։ Հիմա մի փոքր ռիսկային փոխանցում կատարեց Մատունյանը, սակայն չկարողացավ հասնել գնդակին, Արման Մարտիրոսյան։ Սխալ փոխանցում կատարեց Մարտիրոսյանը, վտանգավոր է, արվածել էր սակայն փակեցին գնդակի ճանապարհը Ուրարտու երկուսի խաղացողները, մասնավորապես Դավթյանը, կրկին Դավթյան, Գրիգորյան, ևս մեկ կորուստ, Աղեսյան, Հակոբյանն էր նախորդել արվածողը, շատ լավ ճանապարհ հանեց իր համար, կանխեց գնդակի ընթացքը։ Սեփական դարպասը, կրկին Վաչե Հակոբյան, փոխանցում Տուգանային հրապարակ, վտանգավոր է, Քարոբյանը բրկեց իր թիմին, շարունակվում է գրոհը, ևս մեկ արված, հիմա այդ պաշտպաններն աշխատեցին։ Անկյունային արվածի իրավունք է վաստակում ԲԿՄ երկուսը։ Շարունակում են բանակայինները գոլային պայել ստեղծել մրցակցի դարպասի ուղղությամբ։ Ըստ է վնասվածք է ստացել տանտերերի խաղացողներից մեկը, ամեն դեպքում Սոֆիկ Թորոսյանը ստիպված է բանակայինների խաղադաշտի սահմաններից դուրս ներառման և հիմա կարելի է իրացնել հրապարակ վտանգավոր է ապատատեսում
ժամանակ է մնացել առաջին կեսի ավարտին, հիմնական ժամանակի ավարտին եւ Ուրարտու երկուսի ֆուտբոլիստները պետք է փորձեն ինչ-որ բան անել, պետք է փորձել կրճատել աչքի տարբերությունը։ 3 րոպե մի փոքր ավելի քիչ առաջին կեսի հիմնական ժամանակի ավարտին եղան եւ ամենայն հավանականությամբ 2 րոպե փոխհատուցի մրցավարը որսած գնդակը Մատունյանը եւ մոտավորապես 4-5 րոպե ես տրամադրության տակ ունեն հյուրերը առաջին կեսում համար հիմա գրում Սարգսյան Իգիդան Սարգսյան Դեկակով Ապրեսյանը հացավ Սանձել վերապետանցումը եւ Ուրարտու երկուսի ֆուտբոլիստները մոտավորապես Գրիգորյանը անհաշվեն ընկած կերպով մրցակցի կիսադաշտ այնտեղ խաղընկերներից ոչ ոք չկար գնդակը դուրս եկավ խաղադաշտի սահմաններից եւ ինչպես երևում է առաջին կեսի վերջին րոպեները նույնպես կանցնեն ԲԿՄ 2-ի թելադրանքով ոչ մի կերպ հյուրերը չեն կարողանում գտնել այս հանդիպման թելը կամ չեն կարողանում այդ թելը խլել մրցակցից ամեն դեպքում ԲԿՄ 2-ի առավելությամբ է անցնում այս հանդիպումը Աթոսյան դեպի Սարգսյանը Գրիգորյանն է նրա դիմաց միացավ նաև Դավթյանը, բայց մտավ Տուգանային հրապարակ Սարգսյանը վտանգավոր է եւ Արման Մարտիրոսյանը բոլորից ավելի շուտ կողմնորոշվեց եւ դուրս բերեց գնդակը խաղադաշտի սահմաններից։ Հոխանցում Տուգանային հրապարակ Այքարում է այս գնդակի համար ԲԿՄ 2-ի խաղացողը գրեթե ասել էր, սակայն վերջին բանին հասկացա, որ ուժերը չեն բավարարում կամ արագությունը չի բավարարում, ինչպես կցանկանաք Բաչի Հակոբյանը ամեն դեպքում մինչև վերջ պայքարեց եւ կարող ենք բրավո ասել Վահագն Մինասյանին, քանի որ միջին տարածությունից արված, փակված է գնդակի ճանապարհը, որովհետև ԲԿՄ 2-ի մարզիչը 2 րոպե է փոխհատուցում մրցավարը, եւս 2 րոպե թիմերը առաջին կեսում կանցկացն են խաղադաշտում, Վահագն Մինասյանը իր ֆուտբոլիստներին հորդորում է պայքարել յուրաքանչյուր գնդակի համար մինչև վերջ, այդպիսի փիլիսոփայություն է ներարկել իր ֆուտբոլիստներին եւ դա աշխատում է Օրինակ նախորդ դրվագում տեսանք, որ գրեթե անհույս վիճակ էր եւ Բաչի Հակոբյանը չէր կարող ասնել գնդակը, սակայն նա մինչև վերջ պայքարեց, մինչև վերջին շունչը գնաց այդ գնդակի հետևից, դա գովելի է եւ դա ԲԿՄ 2-ի այսօրվա հաղթանակի գրավականներից մեկն է Գրիգորյան շատ լավ խաղարկեցին գնդակը Ուրարտու 2-ի ֆուտբոլիստները մի փոքր ավելի ուժեղ փոխանցում են պետ կատարել Արություն Ստեփանյանի ուղղությամբ չհաջողեցին եւ գնդակն անցավ տանտերերին փոքրիկ կիսապրեսինգ այսպիսի որակավորում կարող ենք տալ եւ ի վերջո Ուրարտու 2-ի ֆուտբոլիստները չկարողացան խլել գնդակը մրցակցից երկար փոխանցում առաջ Արաջոլակյանը պետք է ացնի եւ հասավ Արաջոլակյանն ու հեռացրեց գնդակը խաղադաշտի սահմաններից գրում են ԲԿՄ 2-ի ֆուտբոլիստները արված եւ վերցնում է գնդակը Ռեյանը ավարտին է մոտենում նաեւ ավելացված ժամանակը Ուրարտու 2-ի խաղացողները փորձում են ձեռնարկել իրենց վերջին գրողներից մեկը առաջին կեսում Գրիգորյան Դավթյան հետապնդում են երկու ֆուտբոլիստ Դավթյանին եւ կարողացավ հաստատել եզրային նետման իրավունք Ուրարտու 2-ի եզրային ֆուտբոլիստը Եվ վերջ լսվում է մրցավարի սուլիչի ձայնը առաջին կեսն ավարտված է ԲԿՄ 2 Ուրարտու 2-2-0 Սիրելի ֆուտբոլասերներ վերադառնում ենք Ուրարտու ֆուտբոլային ակումբի YouTube-յան ալեքի ուղիղ եթեր ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայի մարզադաշտում շարունակվում է առաջին խմբի առաջնության
երկրորդ տուրի ԲԿՄ 2 Urartu 2 հանդիպումը առաջին կեսից հետո տանտերերը հաղթում են 2-0 աշխով շատ լավ հանդիպում անցկացրին առաջին խաղակես անցկացրին ավելի ճիշտ ԲԿՄ 2-ի ֆուտբոլիստները եւ արժանիորեն են հաղթում բայրով գերազանցեցին մրցակցին մի շարք գոլային հնարավորություններ ունեցան հիմա Urartu 2-ն է գրովում Կարեն Դավթյանը չկարողացավ հարվածել եւ առանց ԲԿՄ 2-ի զավացողները հիմա երկար փոխանցում առաջ փորձում են ձեռնարկել իրենց գրողը վտանգավորը Լևոն Պետրոսյանը արվածում է Պետրոսյանը եւ Մխիթար Ումրեյանը կարողացավ չեզոքացնել վտանգը երկրորդ տեմպով է շարունակվում գրողը Համլետ Մինասյանն անցավ մեկ ֆուտբոլիստի փոխանցում Տուգանային հրապարակի կենտրոն եւ 3-0 այսպես երկրորդ կեսի մեկնարկում ԲԿՄ 2-ի ֆուտբոլիստները վտանգավոր հակագրող զարգացրին ու կարողացան խփել այս հանդիպման երրորդ գոլը սա արդեն շատ բարդ կազմության մեջ է գցում Urartu 2-ի ֆուտբոլիստերին բարդ է պատկերացնել թե ինչպես նման իրավիճակից դուրս կգան 3 գոլի տարբերությունը չեզոքացները հասկանալի է որ նման խաղով գրեթե անհնար է եւ սպասենք ամեն դեպքում սպասենք Urartu 2-ի պատասխանին Ամեն պրեսինգ իրար ԲԿՄ 2-ի ֆուտբոլիստները եւ կանոնների խախտում է արձանագրում շատ խառը իրավիճակ է Urartu 2-ի Տուգանային հրապարակում ճիշտ ասած չնկատեցի թե որ ֆուտբոլիստն է դարձել գոլի հեղինակ կարծես թե փոխարինման մտած Լևոն Պետրոսյանն էր ով վարկյաններ առաջ այդ գոլից վտանգավոր հարված կատարեց մրցակցի դարպասի ուղղությամբ Կրկին ԲԿՄ 2-ի ֆուտբոլիստներն են գնդակով երկու թիմերի կազմում էլ փոփոխություններ է տեղի ունեցել եւ հիմա հիշեցնեմ մեկնարկային կազմերը ԲԿՄ 2 դարպասում համար 29 Գոր Մատինյանն է նաեւ թիմի ավագն է համար 34 Մհեր Քանքանյան համար 35 Նարմեն Սարգսյան համար 33 Գոր Արաքելյան 47 համար 9 Շապիկով հանդես է գալիս Ռուբեն Աբրահամյանը համար 28 Վաչի Հակոբյան 45 Դավիթ Հակոբյան նա հեռացել է համար 13 Տիգրան Սարգսյան նա նույնպես լքել է խաղադաշտ համար 52 Այգ Թաթոսյան 26 Ամլետ Մինասյան եւ 32 Սուրեն Ապրեսյան փոխարինման մտած խաղացողներն են Վոլոդիա Մելքոնյանը հանդես է գալիս 49 համարի Մարզա Շապիկով Դավիթ Հակոբյանի փոխարինը շարունակում հանդիպումը Տիգրան Սարգսյանի փոխարեն խաղադաշտ է մտել Արայիկ Ելոյանը եւ ինչպես նշեցի Լևոն Պետրոսյանն է դաշտում Հիմա Urartu 2-ի խաղացողներն են գնդակով Urartu 2-ի կազմում նույնպես փոփոխություն է տեղի ունեցել Լերիկ Ամիխանյանն է 6 համարի մարզաշապիկով մտել խաղադաշտ նա հանդիպումը շարունակում է Նարեկ Դավթյանի փոխարեն Հիմա վտանգավոր է երթական գրողը բանակայինների Պետրոսյան Արաքելյանը միացավ, բայց նախընտրեց և փոխանցում կատարել Պետրոսյանը Վտանգավոր է արվածք տեսնենք ի վերջո Այո արված էլ տեսանք, բայց Ամլետ Մինասյանի արվածը լավագույններից մեկը չէր և շնտոտների Մխիթար Ումրեյանը վերցրեց գնդակը ու այսպիսով Urartu-ի կազմը 22 Մխիթար Ումրեյան նա դարպասապան է դեղին քարտ Ամլետ Մինասյանին Սա խաղի երկրորդ դեղին քարտն է մեկ անգամ էլ առաջին կեսում Գոր Արաքելյանն է պատրվել դարպասում համար 22 Մխիթար Ումրեյան համար 39 Նարեկ Դավթյան ինչպես նշեցին նա փոխարինվել է եւ հանդիպումը շարունակում է Էրիկ Ամիխանյանը համար 6 Համար 70 Արման Մարտիրոսյան, 12 Արա Ջոլակյան, 8 Գևորգ Գրիգորյան, 6 Կարեն Գալստյան, 9 Արթուր Իսրայելյան, 13 Էդգար Ղուլինյան, 15 Կարեն Դավթյան, 7 Հայկ Ղազարյան եւ 21 Արություն Ստեփանյան։ Գլխավոր մարզիչը Ալբերտ Սաֆարյանն է, մարզիչը Իգոր Պավելինը, իդեպ ԲԿՄ 2-ի գլխավոր մարզիչ պարտականությունները Վահագն Մինասյանն է կատարում, այս հանդիպումը սպասարկում է Սերգեյ Խորոսյանի գլխավորած մրցավարական դիրքերը, նրա օգնականներն են Լիանա Գրիգորյանը եւ Քրիստինե Գրիգորյանը, խաղի 4 պաշտոնյան Արաքսիա Սարիբեկյանն է, պատվիրակն է Նեմին Բաղյանը, այսքանը պաշտոնականին
կենտրոնանալ բուն հանդիպման վրա նկատում եմ հերթական փոփոխությունն է պատրաստել Բադերինը, բայց հիմա այս գրոյին հետևենք Մխիթար Ումրեյան Պետրոսյանի արվածը այդքան էլ լավը չէր, թույլ ստացվեց, սակայն Մխիթար Ումրեյանի տեսադաշտը փակ էր եւ դա անախորժություններ առաջացրեց Դարպասապահի համար, բայց լավ ավարտվեց այս գրոհը ուղղակի երկուսի ֆուտբոլիստների համար, քանի որ գնդակը չհայտնվեց Դարպասում Երազած Լևոնյան, Ժուլինյան շարժվում է Ժուլինյանը փոխանցում Հայկ Ղազարյանը մտավ տուգանային հրապարակ Ղազարյանը, բայց չհաստատվեց այնտեղ եւ հենց նրանից էլ գնդակը դուրս եկավ բադաշտի սահմաններից Գրիգորյանի փոխարեն հանդիպում է Մկրտչյանը, շարունակի 77 համարի շապիտով երկրորդ փոփոխությունը Իգոր Պադերինին ուժեղ զենքեր պայստայինների թվում չունի Պադերինը և փոփոխությունների միջոցով բարդ է փոփոխություն մտցնել արդեն բուն հանդիպման գնդակով փոքմա երկուսի խաղացողներն է Պետրոսյան աստրեց Մկրտչյանը ընդհատել գնդակի առաջ խաղացումը Կարեն Դավթյան պրեսինգի են կիրառում բանակայինները, բայց ուրարտու երկուսի խաղացողները կշարունակեն մնալ գնդակով Արման Մարտիրոսյան Մկրտչյան շատ արագ մտավ փարի մեջ Մկրտչյանը մեկ անգամ ակտորսնակon կարողացավ փակել գնդակի ճանապարհը իրականում պարտավոր էր ուրարտու երկուսի ֆուտբոլիստը ավտով դուրս գալ եւ ամեն ինչ այդ դրվագում շատ ճիշտ արեց հիմա գրովում են հյուրերը Ստեփանյանն չկարողացավ ներխուժել դուգանային հրապարակ, բայց վաստակեց եզրային նետման իրավունք գնդակը շարունակի մնալ ուրարտու երկուսի ֆուտբոլիստների մոտ Կարեն Դավթյան ևս մեկ եզրային նետում Hey, ուշադիր ապե Ամիխանյան Դեպի Կարեն Գալստյանը Դավթյան, Արթուր Իսրայելյան շարվածեց Իսրայելյանը Ուլինյանը ի վերջո որոշեց Որտերի վաղտվեց գնդակի ճանապարհը Կարողացան փակել ՊՏՄ-ի Հիմա շատ անգամ են գնդակը բայց չեն կարողանում Կարծես թե չնկատեցին ԲԿՄ-ի խաղացողները ուժարտի առաջարկած պրեսինգը շարժվում են առաջ Պետրոսյան դեպի Առաքելյանը Համլետ Մինասյանն է սպասում գնդակին փոխանցում դուգանային հրապարակի կենտրոն վտանգավոր է Ղազարյան Գեղեցիկ Ղազարյանը, բայց արշևում տարբերակներ չկար, նախընտրեց այդ փոխանցում կատարել և այստեղ էլ Արաջ Օլակյանը հաստակեց եզրային նետման իրավունք Առաջին կեսից հետո ուրարտու երկուսի խաղում ոչինչ չի փոխվել կենտրոնական մարտական ակումբը շարունակում է թելադրել ընթացքը շարունակում է տնօրին դերում լինել երրորդ գոլն էլ միգուցե թևաթափարեց ուրարտու երկուսի ֆուտբոլիստներին ու եթե սպասելի է ուրարտու երկուսի շատ ագրեսիվ սկսի երկրորդ կեսը, ապա վանակայինները իրենց հպած երրորդ գնդակով ուղղակի մարեցին այդ ագրեսիվությունը Տանտերերն են գնդակով Համլետ Մինասյան անցում է ձեռնարկում Մինասյանը և կարողացան մեծ ջանքերի գնով ուրարտու երկուսի խաղացողները Եզոքացնել սպառնալիքը Ղազարյան Փոխանցում առաջ Արթուր Իսրայելյանը այդ գնդակը կարող Արթուր Իսրայելյանը հայտնվել կենտրոնական արձակվողի դիրքում բավական ունիվերսալ ֆուտբոլիստ է դարձել վերադարձներում կարող է գործել այո այսօր էլ կենտրոնական կիսապաշտպանի պարունակության
խախտում է արձանագրում մրցավարը վտանգավոր դիրքում Ուրարտու երկուսի խաղացողները հաստատել են հարված իրավունք կարելի է այստեղից փորձել հարվածել Ապրիսայյանն են տեղադրում գնդակը և արկյան նրանց կհասկանալ ինչպիսի որոշում կայացնում Ուրարտու երկուսի 9 ամարի մարզաշապիկով հանդես եկող ֆուտբոլիստ է Ամեն ուշադի Փոխանցում է կատարում Դավթյանին, լավ խաղաց Դավթյանը արժվացեց և գնդակը բարձրություն դուրս եկավ խաղադաշտի սահմաններից Ուրեն Երրակի Մինասյանը Բայց փոփոխությունները տվեցին իրենց արդյունքը հիմա Այկ Ղազարյանն է գնդակով վտանգավոր է և չի Այկ գնդակը դարպասով Գնդակի ամբողջ պատասխանատվությունը վերցրեցին վրա ձեռնարկեց Յատրոտիկ չկալետ ինչ ատրա Բանը չէր, սակայն դրություն դուրս եկավ խաղադաշտի սահմաններից Հաչի Ակոպյան Կամանների խաղում Ոտի կարևի վախեցի Երկուսի խաղացողներն են Հարաշո Այկ Թաթոսյանը բայդարեց մինչև վերջ, սակայն այդպեսին չստացավ գնդակը Խաղանկերոջից և Ուրարտու երկուսը նետվում է ակագրովի Արեն Դավթյան Հեռացված է գնդակը ոչ մի կերպ Ուրարտու երկուսը ստեղծել Իշենք կարում կատարած արվեցը և քիչ առաջ Այկ Ղազարյանի ձեռնարկած անցում Մինասյան Խիթարում Ռեյանը ուժեղ արվածով ուղարկում է Որքան հնարավոր է գնդակը Կարեն Դավթյանը կարողացավ սկսել իր թիմի գրողը և կրկին գնդակով վկոմ է երկուսի խաղացողներ փոփոխություն է տեղի ունենում Ուրարտու երկուսի կազմում 11 Մինյանը Էդգար Եղբայրը խաղադաշտի Կարեն Դավթյանի փոխարեն Այսօր խաղադաշտի սպասել Մարիա Դեյանին, ով Ուրարտու երկուսի համարվում նաև հանդես է գալիս բանակի կենտրոնական մարզական նորգնդի կազմում կարևոր և կարծում եմ լավ հիշողություններ ունի ես թիմի հետ կապված նկատում եմ, որ Արայիկ Գոլոյանը արդեն պատրաստ է խաղադաշտ մեկնելու և վարկյան նրանց տեսնում խաղադաշտում Выше! Выше! Վահագն Մինասյանը, սակայն հետո որոշեց Նարեկ Հովհաննիսյանը շացավ փոփոխությունը, բայց կարևորն է, որ նրան տեսնելու են խաղադաշտում Պետրոսյան Շայել դիրքը Ամիխանյանի հետ հայտարարում չկարողացավ Արագոլակյան Давай, играй мяч! Давай, вперед! Вперед! Հարու! Ուլինյան հակնված փոխանցում
Շտապի։ Ստեփանյանի ուղղությամբ փոխանցումը Նարեկ Հովհաննիսյան հրաշալի խաղաց։ Երկուսի ավակը կարողացավ Մոտի։ վերադարձնել գնդակը Հայկ Ղազարյանը։ Չի ֆռանում։ Գործի Դիմիտրովը կրկին խաղում մեջ վերցրել երկուսի խաղացողի, բայց կարողացավ համապար գտնել փոխանցում կատարելու Հայկ Ղազարյան։ Դակով Արաջոլակյան Ղուլինյանը ակտիվ է, Նետոր Ղուլինյանը երևի թե մենակտիվ խաղացողներից Պայր ստեղծել սակայն միայնակ շատ բարդ է Խոշոր 0-3 հաշվով կամատների խաղացող և պարման Մարտիրոսյանն է կարելի է կատարել փոփոխությունը կշարունակի հանդիպումը Արայիկ Էլոյանը ԲԿՄ երկուսի կազմում Սուրեն Ապրեսյանի փոխարեն Դա 4-րդ փոփոխությունն էր բանակայինների Երակի երկրորդ խաղակեսի սկզբում Լայն տաննի Փոխանցում է գնդակը Պետրոսյանին, ստացավ պատասխան փոխանցումը Պետրոսյանը Արայիկ Էլոյան արվածում է և սուրաց գնդակը դարպասադերի կողքով փոքր շեղությամբ դուրս եկավ հաղադաշտի սահմաններից Նիկոլային օտարություն Արայիկ Էլոյանը շատ հավանական կրքերից Ուրարտու երկուսի կազմում բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ հողահար ժողովիստ է Չոկերին համար կարող ենք իշել օրինակ Վեստ Արմենիայի հետ հանդիպումը, բայց այս գրոյից հետո կշարունակեմ, վտանգավոր է Պետրոսյանն, արվածում է Պետրոսյանը, հատված է գնդակի ճանապարհը Բաչի Աղոքյան, Աղոքյանի, Արայիկ Էլոյան, կարող ենք իշել Վեստ Արմենիայի հետ հանդիպումը, երկուսի բաժու երկու հաշվով մտավ Էլոյանը և դարձավ Ուրարտի երկուսի ֆուտբոլիստները Արաջոլակյան Հաց երորդ գործից հետո մի փոքր բանակայինները ճիշտ է դեռևս վտանգավոր պահերով նաև երկրորդ կեսում գերազանցում ցածր սակայն տեսության պրեսին չեն կիրառում նույն գրողները Իսկ ԲԿՄ երկուսի ավակին և դարպասապային այսօր Ամենը մեկ անգամ են տեսել խաղադաշտում Կարեն Գալստյանի կատարած արվածից հետո փրկեցին թիմին Էլոյան վտանգավոր է և 4-0 Նարեկ Հովհաննիսյանն է դառնում գոլի հեղինակ Սպանում են բոլոր ընկերները, եթե 0-3 հաշվի պայմաններում Ուրարտուի դեսկար կարելի էր սպասել, որ մեկ գործը պարագայում յուրերը կկարողանան փոխել հանդիպման ընթացքը կկարողանան բեկում մտցնել խաղի մեջ, ապա արդեն 0-4 հաշվի պայմաններում շատ բարդ է պատկերացնելը Ուրարտուի երկուսը վերադառնալով Իհարկե ֆուտբոլը հրաշքներ են, բայց սա այլ բարդ է որ արտարություն երկուսի խաղացողները հաղորդ են այս հանդիպմանը Արաջոլակյան
Էդգար Ուլինյան, Սեթի Այգազարյանը, Էլի, էլի։ Գրկին Էդգար Ուլինյան, Փոխանցում Տուգանային հրապարակի մատրիցների կվերցնի գնդակը Ուլինյանը, ՎԿՄ-ի Հատպասապա Եվս երեք հանդիպում կայանալու կներեք երեք այդ երկու հանդիպում վեց Բարմենյանը երկուսի հետ այս հանդիպումների ավարտից հետո հստակ պատկերք ունենան Սաշարային աղյուսակում Աջորդ հանդիպումների մասին խոսեմ, իսկ հիմա կրկնակի կողմություն է զայլանելու Ուրարտու երկուսի կազմում Արտիկ Իսրայելյանը և Էդգար Ուլինյանը հեռացան կողմերն է դեպքում փորձում են դեպքում հնարավորություն տալ դրամատրության տակ եղած բոլոր պոլիսներին 27 համարի մարզաշապիկով Գառնիկ Մնասյանը մտավ խաղադաշտ և 14 համարի մարզաշապիկով էլ հանդիպումը շարունակում է Դավիթ Հարությունյանը այսինքները չեն անցկացրել Հրաշալի խաղացն Արեգ Հովհաննիսյանը երկու ֆուտբոլիստի ոտքերի արանքով անցկացրած գնդակը երրորդ ֆուտբոլիստի պես անցկացրած չստացավ վիրողը գեղեցիկ հետո կարծես թե ոգևորվեց Արեգ Հովհաննիսյանը և արդեն մատնաոճով նիվելից ստատիս գեղեցիկ հնարքների է լինում և ցուցակալիստ է այսպիսի ֆուտբոլային բարձր ֆիլմերի հետ իրապետում Էլի Ռազարյան Ռազարյանը, Վահե Շապաղատյանը և վերջ մյուս դաշտում են Մարնիկ Մինասյանը և Էնիկ Մարտիրոսյանը, Դանիել Զաֆարյանը, Վարդան Թորմատյանը, Խարչյանը, Հայց Սիմոնյանը, Իշխանդը, Մինյան Պրեսնիկը, մեկին կտան փոխությունը թիմին մարզիչը, կարծես թե վերջին փոփոխությունը նրանց դեպքում ՎԿՄ երկուսի կազմում Պետրոսյան մտավ Տուգանային հրապարակ և հեռացրեց Գարաժուլակյան այգունային արված իրավունքի վաստակ ինտրոնական մարզականատում երկրորդ թիմը Փոխանցում Տուգանային հրապարակ Կրտիկ Դոլակյանն էր այստեղ հեռացրեց գնդակը Ուլինյան և կանոնների խախտում Ներիկ Ուլինյան և Վայքարում
Թովմասյան։ Դաշտ կամա երկուսի կազմ։ Հայկ Ղազարյան։ Ali fırın baba. Հատատի դրսի մասով ծած երազագիցն է Ստեփանյանի սակայն վերցրեց գնդակը Ալդինյանը Рут, подбору надо поработать! Давай! Bra. Մարայի Գելոյան Աղաս Պետրոսյանի հետ ստացավ պատասխան փոխանցումը Նարեկ Հովհաննիսյանն էլ էր փոխանցման սպասում, սակայն այդ շարունակություն հաղորդեցին գրողին մի ամբողջ ջանքերով մի կերպ կամ ինչպես կցանկանաք Ուրարտու երկուսի ֆուտբոլիստները կարողացան ներառացնել գնդակը Արություն Ստեփանյան եւ գործ ֆուտբոլիստները 72-րդ րոպեն են տանում բկոմա 2-4-0 18 րոպե թիմերի տրամադրության տակ նաշվի մեջ փոփոխություն մտցնելու համար բկոմա 2-ը ախտում է Արգանի Եվրանես 70 րոպեների մասին շատ բան չկա ասելու միայն կարող բկոմա 2-յան ամեն ինչով երազանցում մրցակցին շատ ագրեսիվ պրեսինգով սկսեցին խաղը արդյունքում ստիպեցին հանդարտացալու Ուրարտու խաղացողներին առաջին կեսում ստացան 2 գոլի առավելություն երկրորդ կեսում նույնպես 2 գնդակ խփեցին դեռևս ժամանակում են միջավայրությունը թարմացնելու համար առաջին կեսից հետո շատ բարձ էր հիմա հետև ենք Ուրարտու երկուսի այս գրոհին վտանգավոր է արված և դարպասաձողին է դիպչում գնդակը եվս մեկ արված Սարությունյանի արվածի ճանապարհն էլ փակված է Հայկ Ղազարյան ակուր է սա Ali Kiştabi. Հայկ Ղազարյանը կարողացավ անցնել մրցակցի ֆուտբոլիստին այդ փոխանցում Արություն Ստեփանյան և Բարձր է ստացել դրա Edemet. Կարելի է կատարել փոխանցությունը 43 համարի մարզաշապիկով Թովմասյան շարունակի հանդիպումը բկոմա 2-ը Ay, Gary! Devon. Թովմասյանի փոխարեն կմտնի խաղադաշտ Թովմասյանը Թաթոսյանը առաջին գոլի հեղինակն է Хорошо было, молодцы, супер! 4 գնդակներից 3-ը բկոմա 2-ի ֆուտբոլիստները խփեցին միջին տարածությունից կատարած արվածների միջոց ճիշտ է երկրորդ գոլի ժամանակ Դավիթ Հովհաննիսյանը գրավեց անպաշտպան մնացել սակայն դրանից առաջ հետևել էր Մերվից կատարած որից հետո սխալվել էր Մխիթար Ումրեյանը վերսկսված է հանդիպումը առաջին կեսում վատ տպավորություն չթողեցնեց Ռուբեն Աբրահամյանը սակայնից երկրորդ կեսի սկզբում փոխարինվեց գեղեցիկ են խաղում բանակայինները Նարեկ Հովհաննիսյան Հովհաննիսյանը Նեսյանը միացել է այդ հերոյին, բայց անցում է ձեռնարկում Նարեկ Հովհաննիսյանը և 9-0 ոչ ֆուտբոլային աշխուլ նովեն բկոմա 2-ի խաղացողները ախտում մրցակցին ինչպիսի անցում ձեռնարկեց Նարեկ Հովհաննիսյանը թվաց, որ փոխանցում է կատարելու Համլետ Մինասյանի ուղղությամբ, սակայն հենց այդպես էին մտածում նաև Ուրարտու երկուսի պաշտպանները, որ արդյունքում չկարողացան փակել Նարեկ Հովհաննիսյանի ճանապարհը 5-րդ գնդակը հայտնվեց Մխիթար Ումրեյանի պաշտպանող դարպասում և քան հնարավոր է շուտ Ուրարտու երկուսի խաղացողների համար պետք է ավարտվի այս հանդիպումը վաստակում են այս աղթանակը բկոմա 2-ի ֆուտբոլիստները ևս մեկ անգամ կրկնվեմ և նշեմ, որ ամեն ինչով երազանցում մրցակցին և առաջին կեսում նշեցի հիմա էլ ցանկանամ ասել, որ Վագն Մինասյանը այնպիսի փիլիսոփայություն է ներարկել բկոմա 2-ի ֆուտբոլիստներին մինչև վերջ պայքարելու փիլիսոփայություն
դա քանակի գրավականներից մեկն է։ Անկամ այս պարագայում շարունակում է մինչև վերջ յուրաքանչյուր դրվագից կարճել Ամլետ Մինասյան վերցրեց գնդակը Մխիթար Ումբրեյանը։ Отыграй и все. Երկու շրջանով դերից է գլխավորում մրցակցի։ Իսագաշտում քիչ առաջ շապակում է սի։ Ավելի շատ գոլիստ կա։ Այդ սիպրեսինգի միջոցով ճնշել ուղղակի երկուսի յուրաքանչյուր։ Նարեկ Հովհաննիսյան փոխանցում է գնդակը Արայիկ Էլոյանին, սպասում է պատասխան փոխանցման։ Մի փոքր ուժեղ ստացվեց, բայց ամեն դեպքում Նարեկ Հովհաննիսյանը կարողացավ վաստակել անկյունային արված իրավունք։ Նարեկ Հովհաննիսյանն էլ պատրաստվում է իրացնել այս անկյունային։ Խանցում Տուգանային հրապարակի կենտրոն կարող էր նաև 6-րդ գնդակը հայտնվել դարպասում, բայց ամենայն հավանականությամբ բկումա երկուսի խաղացողները չցանկացան այս դրվագում դառնալ գոլի հեղինակ։ Երբ սա որպես կատակ, սակայն որ Պատերինյան վերլուծելու շատ բան այս հանդիպումից հետո Ուրարտում երկուսը շատ վստահ խաղով արդարեց Սյունիքի արկեն, սակայն այսօր թիմային ֆուտբոլ խաղալը չի ստացվում։ Ուրարտի երկուսի ֆուտբոլիստները հիմնականում փորձում են կարճ փոխանցումների միջոցով ձեռնարկել իրենց գրողները։ Բկումա երկուսը առաջարկում է բարձր պրեսինգ, լուրջ ճնշում է գործադրում, հասկանալի է, որ այդ պարագայում կարճ փոխանցումների միջոցով գրողներ սկսել է կրկնակի անգամ եռակի կամ քառակի անգամ բարթանում են։ Հիմա Նարեկ Հովհաննիսյանը կասեցրեց գնդակը Արաջ Օլաքյանը նրա դիմաց է փոխանցում Տուգանային հրապարակի կենտրոն։ Ամլետ Մինասյանը ի վերջո Արման Մարտիրոսյանի ջանքերի շնորհիվ դարձավ գոլի հեղինակ։ 6-0 թենիսային հաշիվով ուսադախտակին։ Սա Մխիթար Ումբրեյանի և Արման Մարտիրոսյանի կրկնակի սխալներ նախ դարպասապահ պետք է կար ավելի ճիշտ առաջինը պետք է Արման Մարտիրոսյանը գնդակի ճանապարհը սպասելի էր նաև որ Մխիթար Ումբրեյանը դուրս գնա դարպասից և ընդհատի փոխանցումը սակայն երկու դեպքում էլ ապաղեցին երկուսի ֆուտբոլիստները ու արդյունքում Ամլետ Մինասյանը դարձավ գոլի հեղինակ, ճիշտ է գնդակը վերջինը դիպչեց Արման Մարտիրոսյանի, բայց կարծում եմ Մինասյանի անվան դիմաց կգրանցվի այս գնդակը, Նարեկ Հովհաննիսյանը երկու գոլին ավելացնում է նաև գոլային փոխանցում այս խաղի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Ընդհանրապես երիտասարդ այս խաղացողը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է այսօր ամեն դեպքում առնվազն լարվելին պատճառի Փարիսի երկուսի խաղացողներին անգամ այն ժամանակ երբ նույնիսկ դաշտի այնպիսի հատվածում որտեղ վտանգավոր չէ։ Ամիրխանյանն է կորցնում, Պետրոսյան մտավ Տուգանային հրապարակ, երկու ֆուտբոլիստ դիմավորել են, բայց Պետրոսյանը չկարողացավ ճիշտ փոխանցում կատարել, Կարեն Գալստյան, Ալիչունյան, Ուլինյանն է հիմա էլ կորցնում, Առաքելյան, ասավ գնդակին Առաքելյանը, խոսում է Ուրարտու երկուսի խնդիրների մասին, այսօր դրանք շատ պարզ երևացին, հիմա էրվից արված, պետք է վերցնի գնդակը Ումբրեյանը, այսօր երկուսի գրեթե բոլոր խնդիրները շատ պարզ երևացին, թիմը եթե մրցակիցը բարդ է լինում, ապա չի աշխատում այդ
խաղաբոճը ԲԿՄ 2-ը իր պրեսինգի ճնշման միջոցով Ալմեջան, հնարավորություն չտվեց երկուսին իր սիրած ոճով անցնել գրողների, այն է կարճ փոխանցումների միջոցով անցնել գրողների շատ հազվադեպ, շատ քիչ դրվագներում հաջողեցին երկուսի ֆուտբոլիստները եւ կարողացան ամեն դեպքում դեռևս չեն կարող մեկ գոլ խփել։ Կարելի է դիմել երկար փոխանցումների ուղղությամբ, ինչպես Ուրարտու երկուսի մոտ։ Այնպես չէ, որ չկեսում Վալենտին չէր տալիս պաշտպանությունը, եղավ երեք դեպք, երբ հյուրերը կարող էին հակագրոհի անցնել, բայց ակնհայտ կարող էին անցնել դրա համար հարկավոր էր մեկ երկար հասկանալի է ճիշտ փոխանցում, սակայն դա այդպես էլ չտեսանք Ուրարտու երկուսի ֆուտբոլիստների կատարմամբ։ Արդյունքում Սատախտակին վառվում է այն աշիվը, որը թակերտավոր վաստակել են հյուրերը։ Երկար փոխանցում խաղից դուրս վիճակում է Ալիքին Ստեփանյան։ Դե չեմ սխալվում, սա խաղի առաջին խաղից դուրս վիճակն է։ Անդադար գրող երկուսի ֆուտբոլիստները, բայց այնքան որակով են այդ գրողները, այնքան բարձր մակարդակով են կառուցված այդ գրողները, որ ԲԿՄ երկուսի ֆուտբոլիստները դեռևս չեն հայտնվել խաղից դուրս վիճակում։ Անկեղծ չեմ հիշում նման դեպք, երբ թիմերից մեկը ունենա շատ մեծ առավելություն, անդադար գրողներ ձեռնարկի ճնշում գործողությունները եւ շնորհակալություն գործին գործելու համար առաջին կեսում ԲԿՄ 2-ը 1 գոլ խփեց, որը խաղի դուրս վիճակի պատճառով արձանագրել։ Այդտեղ միևնույն է չի փչացնում բանակայինների լավ վիճակագրությունը, դուրս եկավ Թարումբեյանը եւ վերցնում է գնդակը։ Ամեն դեպքում դա չի փչացնում այդ լավ վիճակագրությունը, անդադար գրավել եւ մեկ Հիմնական ժամանակի ավարտին մենային ավանդականության մրցավորը ոչինչ չի փոխադրեցի երկուսի խաղացողները պետք է փորձեն կողմել եւ լավագույն դեպքում դառնալ մեկ գոլի հեղինակ։ Թական դուրուստը Պետրոսյան, Մարեկ Հովանիսյան փոխանցեց Արայիկ Էլոյանին, ավելի լավ տարբերակ գտավ Պետրոսյան, Երիկ Ամիրխանյանը փակեց գնդակի ճանապարհը, Խունինյանը անցում ձեռնարկել չկարողացավ Գոռ Ռոքելյան, Վաչե Ակոպյան, Երիկ Ամիրխանյանը հասավ գնդակին, սկսա կանոնների խախտում էր Երիկ Խունինյանի հետ պայքարում։ Լակ են գործում։ Երեք պահ է ստեղծը։ Դու երկուսը իշենք Ռենգարիստինի երդից կատարածված առաջին կեսում։ Հայկ Ղազարյանի անցումը և շեղ արված, ինչպես նաև Հարությունյանի արվածը դարպասածողին Երիկ Ամիրխանյանն է շարժվում առաջ, Հարությունյան, կրկին Ամիրխանյան վտանգավոր է և կրկին գնդակը չի հայտնվում արվածը։ Փոքր շեղությամբ Բաղբասադովի կողքով դուրս եկավ գնդակը խաղադաշտի սահմաններից 4-րդ չէ շատ կողքով իսկ ԲԿՄ երկուսի ստեղծած խաղերի քանակը հիշելը շատ բարդ է դրանք հաստատ գերազանցում 1-10 Vamos!
դեպի Արաջոլակյանը Հայկ Ղազարյան Արաջոլակյան Դրասն են գնդակ բանակայինները և նետ հակագրողի Համլետ Միրասյանն այդնել է պոտակացին Երիկան Միխանյանը, բայց չկար կանոնների խաղթում, Թովմասյան Պիսի դպավորություն էր կարծես թե գնդակը դեպի դարպաստ հանում, սակայն դուրս եկավ գնդակը խաղադաշտի սահմաններից Երիկան Միխանյանը Հալար պոտատացքին ամենայն ապարատության խաղադաշտում տեսնում Եվա երկուսը բժիշկների Թանում է հանդիպանություն 7 րոպեն, 3 րոպեն չգնդական ժամանակի ավարտը Սրտի լավրներ և այն երջորդեցին վերապահ և կատարյալ առավելությամբ իմ ավտանգավոր է Սիմյանի արվածից հետո բարձրությամբ դեմոքը դուրս եկավ խաղադաշտի սահմաններից Զայրանում է նաև իբր խաղերին են թակցնում Էմոցիաները առաջին են այս խաղադաշտի պատերին նման վիճակում տեսանք Առաջին կեսում Երկրորդ կեսում ներա դաժան գործեցին 4 դարպասը դերևս թարմացնելու համար Թովմասյանը մտավ տուգանային հրապարակ Երիկան Միխանյանի սահմանը մակուր էր չկար 11 մետրով ծավալված բայց որքան էշտությամբ կարողացավ Պաշտպանությունը Թովմասյանի վայտնային տուգանային հրապարակ Բայրով մտով երկուսը գերազանցեց Թիմային կարգավորություն գերազանցեց Խոսքով և վիճակագրությամբ և խաղով ավելի լավ տպավորություն տվեցին երկուսից Խոշոր 6-0 հաշվով Էրիկ Մուլինյան գոլ խփել Վինյան կանոնների խախտում և սա լավ հնարավորություն Արշիվը կրճատելու համար վերջին րոպեն ընթանում եմ և ամենայն հավանականությամբ սա խաղի վերջին իրադարձությունն է, որը տեսնելու ենք դերին քարտուզ տվեց մրցավար Թովմասյանին Ուլինյանի նկատմամբ կանոնների թույլ տալու համար Կարեն Գալստյանն է վերադրել գնդակը ամենայն հավանականությամբ հստակից արված կհետևի Դարությունյանը նույնպես գնդակի մոտ է ավարտված է հիմնական ժամանակը և ամեն դեպքում մրցավարը որոշիչ 2 րոպե փոխհատուցել Ուրես մրցավարը կարելի է իրացնել արված և պատվի վրա Գնդակը Արությունյանի արվածից հետո
Ինչքան տվեց Մատունյանի ցած պատը Դուլինյան Արաքելյանը կարողացավ շահել դիրքը ցածի պայքարում եւ վերադարձրեց գնդակը Ամիրխանյանն էլ գլխի արվածով դուրս բերեց գնդակը խաղադաշտի սահմաններից այսպիսով ՊԿՄ երկուսը իր միավորների քանակը մեկը հասցնի 6-ին գլխավորի մրցաշարային անգլիսակը այս տուրի ավարտից հետո կհասկանանք միանձնյա գլխավորի թե երկ կամ երիշխանություն կլինի առաջին խմբի մրցաշարային անգլիսակում կան հանդիպումներ որոնք դեռևս չեն ավարտվել Նանդասարը այս պահին մրցում է Ռեспублիկ Ակադեմիայի հետ 6 տարին ուները չափում են նարարակ երկուսի հետ բայց ամենայն հավանականությամբ ՊԿՄ երկուսը միայն նարարակ երկուսը կարող է խառնել նրանց խաղակարտերը երկրորդ կապված, որովհետև առաջ դուրում Նիկային ապրել է 7-0 աշխով Պաստորի երկրորդ տուղից հետո ՊԿՄ երկուսը կունենա 100% անասունցանիշ և շատ հետաքրքիր է, որ բանակայինները դեռևս ոչ մի գոլ չեն ընդունել իրենց դարպասը, խփել են 8 գոլ և ոչ մի գոլ չեն ընդունել։ Սա հրաշալի վիճակագրություն է, ստանում է մրցավարը հանդիպումն ավարտված է ՊԿՄ երկուսը 6-0 աշխով հաղթեց Ուրարտու երկուսը, ինչպես նշեցի առաջին տեղում է, Ուրարտու երկուսն էլ այս պահին երրորդն է 3 միավորով հասկանալի է այս